Հարգելի հեռուստադիտողներ, շարունակում ենք մեր աշխատանքը Ծիծեռնակաբերդում։ Գաղտնիք չէ, որ ապրիլի 24-ին Հայաստան են գալիս բազմաթիվ հայեր եւ օտարազգիներ արտերկրում բնակվող եւ նրանք պատահական չեն ընտրում հենց ապրիլի 24-ը այս օրը, որովհետեւ ցանկանում են հարգել հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Այս պահին մենք տաղավարում զրուցելու ենք Շվեդիայում Հայաստանի Սփյուռքի գործերի հանձնակատար Եվրոպայի հայերի համագումարի նախագահ Կարո Հակոբյանի հետ։ Պարոն Հակոբյան, բարի երեկո, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես էլ շնորհակալ եմ։ Պարոն Հակոբյան, արդյոք աշխարհում աշխարհն այսօր խաղաղ չէ կարելի է ասել։ Ուզում հասկանալ, արդյոք բոլորը քաղել են դասերը, որպեսզի խուսափեն նման ողբերգությունից, ցեղասպանությունից։ Արդյոք միջազգային հանրությունը անում է ամենը, որպեսզի նման բան այլևս չկրկնվի աշխարհում։ Ինչ է կարծում։ Ցավոք այդպես չի, այսօր աշխարհը շատ անհանգիստ իրավիճակի մեջ է։ Աշխարհի 4 կողմում տեսնում ենք պատերազմներ, տեսնում ենք նույնիսկ ցեղասպանունական ակտեր, անուն չտամ, հենց մեր շրջապատում կա գոյություն ունի Արցախը մի օրինակ, բայց մենք պետք է գիտակցենք, որ աշխարհի մեջ նաև կան ուժեր, համայնքներ, երկրներ, միջազգային հասարակություն, որոնք ջանք չեն խնայում, որպեսզի խաղաղություն լինի աշխարհում։ Որ չափով հնարավոր է պահպանել, դժվար է ասել։ Իսկ գալով մեզ հայերիս մենք այդ փորձը ունենք։ Գիտենք, թե աշխարհի մեջ խառը վիճակ երբ լինում է, ինչ փորձանքներ է եկել մեր գլխին եւ նույնիսկ այսօրվա աշխարհի մեջ վտանգը միշտ կա եւ կա։ Այնպես որ մենք պիտի աչալուրջ լինենք, որպեսզի խուսափենք նման իրողություններից եւ կրկնություններից։ Պարոն Հակոբյան, Շվեդիայում թե իշխանությունը, թե հանրությունը առասարակ ինչպես են վերաբերում, ինչ դիրքորոշում ունեն հայոց ցեղասպանության վերաբերյալ, ձեր աշխատանքը որքանով է ուղղված դրան, արդյոք բոլորը այնտեղ տեղյակ են, թե իրականում ինչ է եղել, ինչ աշխատանքներ եք դուք տանում այս ուղղությամբ։ Լսեք, Շվեդիայում այսօրվա իրականության մեջ դժվար գտնեք մարդ, որ տեղյակ չլինի հայոց ցեղասպանության մասին, այսինքն տեղեկացված են իրենք եւ ինչպես գիտեք, Շվեդիայի պարլամենտը, Ռիքստագը ընդունել է ցեղասպանությունը, ճանաչել է ցեղասպանությունը եւ այդտեղ եղել են նույնիսկ հակասություններ, մի մասը դեմ է քվեարկվել, մի մասը կողմ է քվեարկել, բայց անցել է այդ։ Բայց մի բանը, որ ես կարող եմ այստեղ շեշտել, Շվեդի մեջ չկա որևէ կուսակցություն, որ հերքի ցեղասպանությունը, բայց եթե հարցը գալիս է արդեն քննարկման, այն ժամանակ հարցը փոխվում է։ Ոչ թե իրենք տեղյակ չեն, որ ցեղասպանություն չի կատարվում։ Սա ուզում եմ, ասենք, փաստացիորեն ասել, որ Շվեդիայում այդպես է։ Եվ հիմ աշխատանքը, եթե չլիներ համայնքի աշխատանքը, չլիներ համայնքում գործող բոլոր միությունների, անհատ մարդկանց աշխատանքը, չլիներ շվեդ լայն հասարակության աջակցությունը, չլիներ շվեդ պատմաբանների քայլը, երբեք ցեղասպանությունը չէր ճանաչվի եւ տեղ չէր հասնի։ Սա ուրեմն բոլորի միասնական աշխատանքն է եւ այստեղ հսկայական դեր ունի համայնքը իր կառույցներով եւ այժմ այն աշխատանքն է տարվում, որպեսզի ոչ միայն պարլամենտը ճանաչի, այլ պետությունը, կառավարությունը ինքը քայլ վերցնի այս ճանաչելու այս ուղղությամբ։ Շատ կարևոր է, որ կառավարությունները իրենք արդեն ձեռնարկեն կոնկրետորեն դատապարտելու ցեղասպանությունը եւ այդ ուղղությամբ ծրագիր մշակեն։ Իսկ նման տրամադրվածություն կա կոնկրետ գործող կառավարության։ Տեսեք, կառավարություններին պետք է անընդհատ շեշտել եւ նույնիսկ իրենց պարլամենտի կողմից շեշտել եւ թե
հասարակությունը, շվեդ հասարակությունը ստիպել, որպեսզի իրենք ուրեմն ստիպեն պետությանը, որպեսզի նման քայլեր առնի, եւ հիմա իրականության մեջ դա է ցեղասպանության ճանաչողության փաստագրված է եւ այլևս կարիք չկա երկրներ ճանաչեն, աշխարհի 200 երկիր ճանաչի, ճանաչողության այս փուլը անցել է եւ առայժմ դատապարտման հարցն է, որ պիտի տրվի եւ փոխհատուցման, բայց ճանաչման ուղղությամբ իրականության մեջ մենք առայժմ հիմա պետք է մեր ամբողջ ուժը ներդնենք, որպեսզի Թուրքիան ճանաչի։ Իսկ Թուրքիան երբ կճանաչի, սա շատ կարևոր հարց է, քննարկման հարց է։ Օրինակի համար, մինչև որ Թուրքիայի հասարակությունը չհասնի այն աստիճանի, որ ինքը զգա անցյալի կատարվածը եւ փոփոխություններ չմտնի թուրքական պետության մեջ, ճանաչում չի տեղի ունենա։ Այսինքն մենք պետք է գիտնանք մեր ռազմավարությունը, ինչպես պետք է վարվել Թուրքիայի հետ, սա շատ կարևոր է։ Եթե մենք չունենք դիվանագիտական հարաբերություն այդ երկրի հետ, մենք ունենք ինչ-որ տարբերակ հանրության հետ շփվելու, ուղիղ շփվելու, պատմելու, որպեսզի ներազդեցություն ունենա։ Անշուշտ։ Օրինակ ասեմ, Սփյուռքը պիտի կարողանա լեզու գտնել տարբեր երկրների մեջ, ասենք թուրք հասարակության հետ կազմակերպությունների հետ, թեպետև դրանց հիմա եթե խոսենք, մեծ մասը պաշտպանում են իրենց պետությանը, բայց դա մի մասն է։ Կա առաջատեմ ուժ, որի հետ կարելի է գործակցել, աշխատել եւ այս ուղղությամբ ուրեմն ներազդել թուրքական հասարակության մեջ։ Թուրքական հասարակության մեջ կա մի խավ, հատկապես այն երիտասարդ խավը, որը պատրաստ է լսելու։ Եթե նախկինում այդ լսելու կարողությունը չկար, առայժմ կա այդ կարողությունը եւ մենք պիտի կարողանանք այդ քայլը անել։ Ես մի օրինակ ասեմ, օրինակի համար մենք Եվրոպայի հայերի համագումարը սերտ համագործակցություն է ունեցել, ասենք Գերմանիայում Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ եւ նրանք 12000 տարի առաջվա խոսք եմ ասում 12000 թուրքերի կողմից ստորագրված գրություն, որը ճանաչում է եւ դատապարտում է ցեղասպանությունը, ներկայացրին Եվրոպարլամենտին եւ իրենց ներկայացուցիչները նաեւ մենք աջակցեցինք, որ իրենք ներկայ եղան ցեղասպանության այստեղ եւ այլն։ Այսինքն այդ հնարավորությունը գոյություն ունի։ Իսկ ի՞նչն է խանգարում այս վարագայում Սփյուռքին ակտիվ աշխատել այդ ուղղությամբ։ Կա խոչընդոտ։ Քաղաքական գիտակցությունը։ Չեմ ասում չկա, բայց պիտի դա համատարած լինի, պիտի ասենք մարդ համոզված լինի, որ սա ուղիներից մեկն է եւ այդ ուղղությամբ քայլ առաջ տանի։ Թշնամանքը երկու ժողովուրդների մեջ միշտ էլ աշխարհի մեջ պատմության մեջ վնաս է տվել բոլորին։ Պետք է հարթել այդ թշնամությունը ժողովուրդների մեջ։ Իրականության մեջ կառավարությունը պետություններն են եղել, որոնք կատարել են ցեղասպանություն եւ կատարում են ցեղասպանություն։ Այսօր նույնն է աշխարհի բոլոր երկրների մեջ եւ մենք ինքներս պետք է առաջի հերթին պաշտպան կանգնենք մենք իրավունքներին։ Սա շատ կարեւոր է։ Հետո օգնողներ կգտնվեն միշտ։ Շատ լավ։ Պարոն Հակոբյան, ձեր գործառույթը Շվեդիայում որպես Հայաստանի Սփյուռքի գործերի հանձնակատար ինչու՞մն է կայանում, որքան է մեր համայնքը, ինչով են զբաղվում, ակտիվ են թե ակտիվ չեն, խնդիրներ ունեք թե չունեք։ Տեսեք, առաջի հերթին շատ կարևոր է կապը Հայաստանի հետ։ Այսօր մեր կարելի ասել միակ իրական հույսը Հայաստանն է իր պետականությամբ, իր պետությամբ, իր ինքնիշխան պետականությամբ, որը մենք պետք է ամեն քնով պահենք ու պաշտպանենք եւ զորացնենք։ Սա Սփյուռքի խնդիրներից ամենից կարևոր խնդիրը պիտի լինի եւ Հայաստան-Սփյուռք կապը հենց ուղղված է դրանում։ Այսինքն մենք պիտի կարողանանք Շվեդիայի մեջ ունեցած մեր հնարավորությունները, հատկապես երիտասարդության մեջ ունեցող այն կրթական, գիտական ներուժը, որ գոյություն ունի, կարողանանք ուղղել դեպի Հայաստան եւ շատ կարեւոր է այս կապերի զարգացումը եւ սպասելիքներ կան եւ ասենք թե գրասենյակը, կենտրոնական գրասենյակը եւ թե ես որպես
Շվեդում հանձնակատար իմ պատասխանատվությունների եւ պարտքի մեջ է մտնում, որ կապվեմ Շվեդի մեջ յուրաքանչյուր միության հետ, յուրաքանչյուր կառույցի հետ, յուրաքանչյուր անհատի հետ, որը ցանկություն ունի կապ հաստատել Հայաստանի հետ եւ միասին աշխատել այս ուղղությամբ։ Իսկ հայ-շվեդական հարաբերությունները առասարակ ոնց կգնահատեք, հաշվի առնելով նաեւ, որ Հայաստանը այս պահին Եվրամիության հետ շատ սերտ հարաբերությունների մեջ է, շատ դրական առաջընթաց կա Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում, նոր օրակարգ է ձևավորված, որը շուտով կհաստատվի։ Տեսեք, Շվեդը անկախ այն բանից, որ ինքը Եվրամիության անդամ է, ունի իր ուրույն տեղը, թե որպես տնտեսություն, թե տնտեսապես, թե միջազգային կշիռը ինչ որ ունի եւ ունեցել է, մենք պետք է սկանդինավյան երկրների հետ ավելի սերտ շփումների մեջ լինենք, այս շփումները գոյություն ունեն, բայց պետք է զարգացնել, պարլամենտները միմյանց հետ պետք է կարողանան շատ մեր սերտ հարաբերություններ ունենալ, մենք պիտի կարողանանք այստեղ տեսփանության հետ գործել, ես տեսփանության հետ հանդիպում ունեցել եմ, հանդիպումներ եւ միասնական ծրագիր ունենանք, տեղյակ եմ, որ Շվեդի կողմից բավականին ծրագրեր այստեղ Հայաստանի մեջ կատարվում են եւ պետք է զարգացնել այդ ծրագրերը եւ համայնքը ինքը ուղղակիորեն նաեւ մասնակից դառնա այդ աշխատանքներին։ Այսինքն դուք բավարար այս պահին գոնե գնահատում եք համայնքի աշխատանքը։ Այսինքն լավ է, տեսեք, երբ որ ասում ենք բավարար, երբեք բավարար չի լինում ոչինչ, չէ՞։ Այսինքն մեր նպատակն է ավելի զարգ տալ այս հարաբերություններին եւ կապերին։ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների սերտացումը եւ օրինակ կա տենց նախաձեռնություն, որը անգամ ազգային ժողովում հաստատվեց, քաղաքացիական նախաձեռնությունը Եվրամիությանը անդամակցելու։ Սա բարդ ճանապարհ է ձեր գնահատմամբ, դուք երկար տարիներ ապրում եք Շվեդիայում եւ Եվրամիության ներքին բարքը շատ լավ գիտեք։ Բարդ ճանապարհ է սպասվում Եվրամիության հետ մեր հարաբերությունների խորացման տեսանկյունից։ Ես մի օրինակ բերեմ։ Որևէ միության մեջ մտնելը ունի իր պայմանները։ Այսօր շատ է խոսում, ես ուղղակիորեն ուզում եմ այս օրինակը տալ։ Շատերը կան Հայաստանի մեջ երազում են միութենական պետության մեջ մտնեն, Բելարուս, Ռուսը, չէ՞։ Այսօր Հայաստանը եթե այդ ցանկությունը հայտնի, վաղը անդամ կդառնա։ Տարբերությունը Եվրամիությանը եւ այս մեկինը այն է, որ այնտեղ 10 տարի առնվազն դու պիտի աշխատես մինչեւ որ կարողանաս մտնել։ Սա ինչ է նշանակում։ Նշանակում է այնտեղ կան օրենքներ, կան հնարավորություններ, կան միջոցներ, կան հսկայական պարտականություններ, պարտավորություններ, որ պիտի ունենաս, որ մտնես։ Ինչու՞, որտեվ եթե դու մտնում ես այդ միության մեջ, դու արդեն բավականին պիտի զարգացած լինես եւ նայում ես, որ ավելի շատ զարգանաս, տնտեսությունը պիտի զարգանա, այնպես որ այս երկուսի մեջ կա հսկայական տարբերություն։ Մենք բավականին աշխատանք ունենք կատարելու այդ ուղղությամբ։ Անկախ այն բանից, որ մենք Եվրամիության անդամ կլինենք կամ չենք լինի, այս process-ը մեզ համար է կարևոր։ Այսինքն մենք պիտի ընթանանք այդ ուղղությամբ։ Եթե օրինակի համար մենք պիտի գիտակցություն ունենանք, որ օրենքը հարգենք, օրենք հարկվի յուրաքանչյուր քաղաքացի այդ գիտակցության հասնի, որ այս երկիրը իրն է, պետությունը իրեն է պատկանում եւ ինքը իր ազնական դերակատարությունը պիտի ունենա այդտեղ, եթե այս գիտակցությունը մենք ունենանք, արդեն մի քայլ մոտ ենք մենք Եվրամիությանը։ Որպես ամփոփում, հա, որպես վերջին հարց, ձեր խոսքից ես ճիշտ եմ հասկանում, որ դուք կարծում եք, որ Հայաստան ճիշտ ուղու վրա է եւ պետք է առաջ շարժվի հենց այս քաղաքականությամբ։ Իմ անձնական համոզմունքն է, որ ճիշտ ուղու վրա ենք եւ մենք պիտի այս ուղղությամբ շարունակենք աշխատել, քանի որ մեր զորացումը, մեր երկրի զարգացումը դրանում է գտնվում։ Շնորհակալ եմ, պարոն Հակոբյան, մեր ժամանակ տրամադրելու համար։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ մեր հյուրը Շվեդիայում Հայաստանի Սփյուռքի գործերի հանձնակատար եւ Եվրոպայի հայերի համագումարի նախագահ, ճիշտ եմ, Կարո Հակոբյանն էր։